Հիմա այստեղ Ստեղ ենք, ստեղ ենք։ տեսեք, այս ծնողները, հարազատները, այն մարդիկ են, ովքեր մինչև վերջին օրը մնացին Արցախում, իրենց զավակները, ամուսինները, հայրերը, եղբայրները մինչև վերջին օրը կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ եւ ունեցան զոհեր, իրենք հենց այդ զոհերի հարազատներն են, բոլորս շատ լավ կհիշենք այն կադրերը, որտեղ մարդիկ այդ հողը փորում էին, այսպես իրենց հարազատներին հուղարկավորեցին եւ դուրս եկան Արցախից, այն համոզմունքով, որ շուտով իրենք նորից կվերադառնան Արցախ, բայց ինչպես տեսնում ենք Արցախի վերադարձը ձգձգվում է, ավելին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի վերադարձը պիտի այս մարդիկ մոռանան, իհարկե ես չեմ կարծում, որ դուք պիտի մոռանաք Արցախ վերադառնալու ձեր այդ կարևոր խնդիրը քայլը, բայց քանի որ ադրբեջանցիները բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են պղծում հայ զինվորի, հայ մարդու շիրիմը, այդ թվում եւ ձեր այս մարդկանց հարազատների շիրիմները, ուստի իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Այնտեղ ոչ շիրմաքար կա, ոչ կահավորված են այդ գերեզմաները։ Պարզապես ադրբեջանցիների ոտքի տակ են այդ գերեզմաները։ Եվ որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել։ Ասեմ ավելին, Տիկին Բելան ինձ ուղարկել է մի նամակ, որ ուղարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը փոխարենը ինքը գոնե մեկ մարդու ընդունի պատասխանի, Արարատ Միրզոյանի լրատվական բաժինը պատասխանել է Տիկին Բելային լրատվական բաժինը եղել է եւ մեծ ջանքերի արդյունքում երկու տողանոց նամակ, որտեղ ասվել է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, դե կներեք էլի, որ դուք միշտ բարձրաձայնում եք, պապս էլ է դա բարձրաձայնում է, հետո չէ որ այդ խոշոր գումարները տանում եք Ադրբեջանի հետ, առևտուր եք սկսել Ադրբեջանի հետ, նավթ, բենզին, վաղը գազարու լոլիկ կբերեք, վարունգ կբերեք, բայց մարդկանց հարցերը երբեք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի։ Անհետ կորածների հարցում ասում են, սա է զբաղվում, նա է զբաղվում, հետո չբարձրաձայնեք ծնողներին, ասում են ձեր երեխաներին այնտեղ չխոշտանգեք, տեղը գիտեք, որոնողական աշխատանքներ անգամ պետք չեն։ Եթե կարող եք բերել բենզին, ինչու չեք բերում այս մարդկանց հարազատների շիրիմները բերեք տեղափոխեն մարմինները այստեղ աջուներ այստեղ, որպեսզի այս մարդիկ կարողանան գոնե խնկարկել, գոնե խնկարկելու տեղ ունենան։